Անհավանական պատահականությամբ Սանկտ Պետերբուրգի Պուլկովո օդակայանում վթարվել է Շարմ էլ-Շեյխ մեկնող Կոգալիմավիա ավիաընկերության մեկ այլ օդանավ։ Բարեբախտաբար տուժածներ չկան, օդանավը վնասել է անիվները թռիչքի պատրաստվելու ժամանակ։ Սարսափահար ուղևորներին վերադարձրել են օդակայան։ Շաբաթ առավոտյան Եգիպտոսում վթարված նույն ընկերության նույն թռիչքն իրականացնող օդանավի շուրջ սկսվել է միջազգային վարկածակռիվ։ Ռուսաստանն ու Եգիպտոսը ամենահավանական վարկածը համարում են տեխնիկական անսարքությունը, հիշեցնելով, որ վթարված օդանավը դեռ մայիսին աշխատել է վնասված պոչամասով։ Միացյալ Նահանգներում եւ Մեծ Բրիտանիայում ավելի շատ խոսում են ահաբեկչության մասին։ Բրիտանական կառավարությունը արտահերթ քննարկման արդյունքում որոշել է չեղարկել Շարմ էլ-Շեյխից Լոնդոն մեկնող բոլոր թռիչքները։ We believe there's a significant possibility. Կա մեծ հավանականություն, որ ռուսական օդանավը կործանվել է տեղադրված ռումբի պատճառով։ Մենք չենք կարող սպասել քննության ավարտին պաշտոնական պատճառը իմանալու համար։ Միայն այսօր Շարմ էլ-Շեյխից բրիտանացի 3,500 զբոսաշրջիկ պետք է վերադառնա։ Երբ կա բրիտանացիների կյանքին սպառնացող վտանգ, մենք անմիջապես գործի ենք անցնում։ Բրիտանական հետախուզությունն իր տեղեկություններով կիսվել է նաև մյուս երկրների հետ։ Թռիչքները հետաձգել են նաև Իռլանդիան ու Նիդերլանդները։ Լոնդոնում չեն բացառում, որ օդանավը պայթեցրել են իսլամական պետության ահաբեկիչները, չնայած ընդունում են, որ պաշտոնապես ամեն ինչ կհաստատվի միայն քննության ավարտին։ Զբոսաշրջիկային կաթվածը կարող է տնտեսական անդառնալի վնաս հասցնել Եգիպտոսին։ Այստեղ հորդորում են ժամանակից շուտ եզրակացություններ չանել, ընդգծելով, որ Շարմ էլ-Շեյխի օդակայանը անվտանգ է։ Իրավիճակը լարվում է ահաբեկիչների պահվածքով։ Նրանք պնդում են, որ օդանավն իրենք են պայթեցրել, բայց ահաբեկչության ձևը չեն բացահայտի։ Դավիթ Սարգսյան, ժամը լրատվական։